Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 13-ի համար։ Ովքեր որ հետևում են Facebook-ը, տեսան երեկ, որ համակարգիչս փչացել էր եւ ինձ թվում էր, որ մենք արդեն իրար պետք է հրաժեշտ տանք։ Այսինքն ոչ թե փչացել էր, այլ այստեղ կողքս էր դրված, անցնելուց կպա ինքը դե ընդհանրապես շատ էին գնում, բայց այս անգամ ընկավ ու էկրանը ամբողջությամբ կապտեց եւ գրեց ինչ խնդիրներ կա, ես իմ չգիտեմ ինչ էր, հետո ինչքան փորձեցի միացնել, միևնույնն է չէր միանում։ Դրա համար ես գրեցի, եթե այն չմիանա, մենք իրար հրաժեշտ կտանք, որովհետեւ ամբողջ ծրագրերը մեջն է, ամբողջ տեղեկությունները, ամբողջ իմ լեկցիաները, որոնք որ ես սովորել եմ, ամբողջը մեջն է, եւ եթե ինչ-որ մի խնդիր լիներ, ապա ես այլևս բացարձակ չի կարող զբաղվել այս գործունեությամբ։ Դրա համար դե ինքը վերականգնվեց, բայց դե կոտրված է։ Ուղղակի ես չէի կարող նորը գնել այս պահին, որովհետև նախ խավարում է, երկրորդն էլ հետադարձ է լինելու Մերկուրին արդեն իր պահերը զգացնել է տալիս։ Համենայն դեպս, եթե այսպես թե այնպես ես գնեի էլ, միևնույնն է, էլի չէի կարողանա աշխատել, որովհետև ամբողջ տվյալները մյուս համակարգչի մեջ էին, ոչ թե այս։ Չնայած որ սա արդեն երկրորդ համակարգիչն է, մյուս համակարգչից ինչ որ չափով կարողացանք գտնել ինչ որ բաներ տեղափոխեցինք այստեղ, բայց այստեղից արդեն ես ոչ միտեղ չեմ լցրել, որ իմանամ, հա, ինքը ծրագրեր է, այդ ծրագրերը չես կարող բացել ուրիշտեղ։ Ոչ հեռախոսով, ոչ էլա, պետք է ծրագրեր ուղղակի դե հիմա արդեն կփոխանցեմ մեկ այլ տեղ այդ ծրագրերի անունները եւ այլն, գոնե իմ լեկցիաները, որոնք որ ես սովորել եմ աստղաբանություն, թվագիտություն, էզոտերիկա եւ այլն, հա, յուրաքանչյուր բան, ինչ որ ես սովորել եմ եւ ձեզ եմ փոխանցում դրա հետ կապված։ Ամենայն դեպս ինձ թվաց, որ չկա։ Ես նշել էի, որ եթե Աստված ցանկանա, որ ես նույն շարունակեմ այս աշխատանքը, ապա համակարգիչը կվերականգնվի։ Պաստորեն Աստծո կամոք էր, որ համակարգիչը ուղղվեց, բայց դա ինքը կոտրված է ամենայն դեպս, ինքը օգտագործելու ենթակա չէ, ուղղակի արդեն ծրագրերը կկարողանամ հանգիստ տեղափոխել այս այն կողմ, բայց այսպես թե այնպես հիմա միևնույնն է, ոչ մի համակարգիչ ես չեմ կարող գնել, եթե գնեմ էլ ինքը շատ սխալ կլինի, ինչ-որ մի բան այնպես չի աշխատի, պլյուս նրան էլ ես միայն Dell եմ օգտագործում եւ պետք է փնտրեմ կոնկրետ Dell-ի սերվիս այստեղ, որպեսզի ես իրենցից գնեմ այդ համակարգիչը, ես միայն դա եմ սիրում, միայն դա եմ ընդունում։ Ինչ ունեցել եմ համակարգիչ Dell է եղել եւ մինչեւ հիմա էլ Dell է եղել եւ Dell-ը կմնա, ես սիրում եմ այդ ֆիրման, չգիտեմ։ Ինձ համար նա չուգուն է։ Եթե չուգուն չլիներ, այդքան ընկնելուց հետո ինձ թվում է նախ չէր աշխատի, արդեն իսկ վաղուց եւ հիմա էլ էլի ինչ որ չափով չէր աշխատի։ Պատկերացրեք տանը մենակ եմ եւ ոչ ոք չկա եւ ես մտածում եմ ինչ անել, ինչպես ելք գտնել, դիմել եմ շնիկին, ասում սա արա, վերջը անում եմ, ասում դե որ չի եղա, ասում ուրեմն գնա մասնագետի հետևից, ուրեմն չի լինում, չի միանում։ Ինչ արեցի, չէր միանում ես ամենայն դեպս, ինչ փորձեցի։ Դե արդեն զգուշ կլինեմ։ Եվ ուզում եմ ասել, որ մինչև արդեն այս տեսանյութերը նայեք, ես կտեղադրեմ բոլորի համար առանձին եմ արել Սատուրնի հետ կապված, այնպես որ կտեղադրեմ բոլորի մասին առանձին։ Հետո կմիացնեմ իրար, այդպես միացված էլ կտեղադրեմ, ովքեր կցանկանան հետո կարող են նայել։ Բայց առանձին է։ Ընդհանրապես ինձ մոտ այդպես կլինի, ովքեր որ չեն հասցրել նայել, որովհետև շատ մարդիկ կան, որ իրոք չեն տեսել, մարդիկ կային առաջ գրում էին, բա խոյերին չեք արել, արդեն ձկան նշանի տակ գրած էր խոյերին չեք արել, չեն նայում ուղղակի։ Նման մարդկանց համար պետք է եւս մեկ անգամ էլ տեղադրվի ալիքում։ Այսքանը տեղեկատվության համար Աստված բոլորիս հետ է, տեսնում եք։ Միգուցե այնպիսի տեղեկություններ եմ ասում, որ իրոք պետք է ասեմ, շատ կարևոր է դրանք, եւ ես մտածում եմ անգամ քարտերել չեմ անի, առաջին դա էի մտածում, որովհետեւ նկարները ամբողջությամբ համակարգչով է դիզայնը հավաքվում եւ ես հեռախոսով այդ դիզայնը բացարձակապես չեմ կարող հավաքել,
Ինչքան էլ որ այնտեղ փոխում եմ թվերը եւ այլն, միևնույնն է, ահա, դիզայն կա, որ տեսնում եք տարբեր ալիքների համար, ես այնտեղ դիզայնն եմ հավաքում, տարբեր նշաններ եմ դնում, նկարներ եմ դնում կողքը։ Դա եւս չի կարողանա անել, առանց համակարգչի։ Ես մտածում եմ արդեն վերջ։ Ամբողջ օրը դրա մասին, արդեն ես մտքով ձեզ բոլորիդ հրաժեշտ էի տվել մի խոսքով։ Այսքանը հիմա արդեն նայենք տեղեկատվությունը, տենանք կանխատեսում ինչ է սպասվում, որովհետև հատամուս ցավում այդքան երկար չեմ կարող խոսել, անգամ որոշել էինք, որ այսօր կանխատեսում չի լինի, բայց մի փոքր ցավ անցավ, գիտեք, որ ես չեմ գնում, միայն Հայաստանին եմ վստահում նման հարցերում, եւ միայն Հայաստան գալուց պետք է իմ ատամները սարքել, ուրիշ ոչ մի տեղ, ոչ մի պարագայում, ինչքան էլ որ ցավի միևնույն է, ես չեմ գնում ոչ մի բժշկի, ցավում է նրա համար, որովհետև ես շատ եմ քաղցրակեր, չեմ կարողանում ինձ վրա եւ այդ քաղցրները ինձ սպանում են, ինչ արած, դե հիմա դե իմ նման ինձ թվում է շատ մարդիկ կլինեն, որ հիմա ինձ կասեն, բայց ոնց եմ քեզ հասկանում, բայց ես ոնց եմ ձեզ հասկանում, դեռ փոքր տարիքից այլ ասեմ ու գնանք առաջ։ Դեռ փոքր տարիքից եմ, որ գիշեք շոկոլադները բանկի մեջ այդպես զակատ էին անում։ Իմ մայրս միշտ այդպես զակատ էր անում ու այնքան հետաքրքիր տեղ էր մտցնում, սենց շկաֆի մեջ հատուկ վերարկուների դարակ ունենք, ոչ վերարկուները, դե երկարա վերարկուները, ու այդ հետևոս ես մտցրել էր, իբր ոչ մեկս չտեսնեինք։ Բայց ես ու մեծ եղբայրը դեռ փոքրը ծնված չէր, բացում էինք ու սիրուն մինչև տակ ուտում էինք։ Այդ որ հյուրեր գալիս, մաման խայտարակ է լինում, որովհետև շոկոլադները չէր լինում։ Այնպես որ դա մարդու միջից է, ուղղակի Հայաստանի շոկոլադներն ուրիշ են, դրսի շոկոլադներն ուրիշ են։ Ավելի շատ են յուղային, ավելի շատ են զզվելի, բայց էլի ուզում ես ուտես միևնույնն է։ Հայաստանի շոկոլադները շատ լավն են։ Որակապես շատ լավն են։ Դրսինը շատ ճինչ յուղ մի տեսակ, բայց միևնույնն է, այդ պահին ուտում ես, ասում ես ֆուֆելի է, սրանից կերա, բայց միևնույնն է, էլի պետք է ուտես։ Քաղցրակերը մնում է քաղցրակեր, ինչ պարագայում էլ ուզում է լինի։ Դե շարունակենք։ Այսքանը ամբողջ թեմաների մասին։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 13-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև միգուցե ուշ եք արթնանում, միգուցե շուտ եք արթնանում քնից, ամենայն դեպս մի փոքր էլ նաև այստեղ հուզված եք, կարող երազ եք տեսել այդպես լարված, դրա համար հուզված եք արթնացել։ Հեռախոսազանգ գումարի մասին կխոսեք կամ կասեն գումարը կա, արի ստացի։ Այդպես, ինչ որ գումարի մասին կխոսեք, հետո գումար կտան, հետո միգուցե գումար կասեն գումարը արդեն ստացել ես, բեր վճարի կամ նման տիպ ինչ որ պահեր նաև։ Եվ հանդիպում ունեք այդ օրը, դե գումար կծախսեք, նաև ինչ որ բաներ կվճարեք։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, նաև հարցազրույցի կարող եք գնալ, նաև այստեղ, ովքեր բիզնես ունեն, բիզնես առաջ կտանեն, եւ գաղտնի կբացահայտվի, ոչ թե ժամի հետ կապված, ժամանակի հետ կապված, ինչ որ մի բան է, որը դուք չգիտեք, դա կիմանաք։ Կամ ինչ որ մեկը կարող է ուշանալ, ինչ որ մի բան կարող է ուշանալ, ինչ որ պահեր են այստեղ, որ
Դե օրինակ եթե այստեղ հանդիպումներ ունեք, հա, որտեղ մի քանի այստեղ ունեք հանդիպում նաև կարող հարցազրույց է, այդ մասին կարող ասում գնաք այնտեղ, ասեն, վայ, հիմա չէ, գիտես, ժամը 4-ի ներքուն է, ասեք, բա մի հատ ասեիք, հա, ոնց որ դա է, ոնց որ գաղտնիք է բացահայտվում, որ չգիտեք։ Դրա համար եւ նաև նորություն այդ օրը։ Հիմա պետք է մի փոքր շուտ դուրս գալ ամենայն դեպս կամ զանգահարել, ճշտել հանդիպումը ուժի մեջ է թե ոչ, եթե նման հնարավորություն կա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նենք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 13-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ճանապարհ եք գնալու, նաև կարող ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու այդ օրը, եւ երջանիկ կլինեք մյուս կողմից այստեղ կամ հուզվում եք երջանկությունից է, կամ հուզվում եք այստեղ ինչ-որ տխրությունից է, կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից, դա է, ինչ-որ բանից եք հիասթափվում, ամենայն դեպս հուզված եք, բայց չգիտեմ, դա որինն է, հա, երջանկության թե մյուսինը։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ինստիտուտ, դա կարող է լինել բանկ եւ այլն, հիվանդանոց, ինչ-որ մի կոսմետոլոգի մոտ եւ այլն, յուրաքանչյուր տեղ, որտեղ որ թեկուզ եթե այցելում եք ուղղակի ինչ-որ մի օֆիս, դա եւս համարվում է պետական հիմնարկություն։ Եվ ոչ նամակ կստանաք փաստաթուղթ, միգուցե նամակ եք տանում այնտեղ պետական հիմնարկություն, ստորագրում եք ինչ-որ բաներ կամ այնտեղից եք ինչ-որ փաստաթուղթ ստանում։ Նաև ինչ-որ մեկ հետ կարող նամակագրական կապի մեջ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին փետրվարի 13-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը հանդիպում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, ձեր հարազատ մարդկանց հետ, նաև ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու այդ օրը եւ սուտ կամ բացահայտվելու է կամ սուտ է, ինչ-որ մեկը սուտ է խոսում Ձեր ցանկությունները կատարվելուց բավականին երջանիկ ձեզ կզգաք, լավ կզգաք, անգամ կարող հուզվել, հիմա չգիտեմ, ստի պատճառով եք հուզվում, թե դրա պատճառով եք հուզվում, եւ ոչ թե նա որոշնակ ձեր ձեռքից այդ օրը բաց թողնելով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 13-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ սուտ կա, սուտ են խոսում, գուցե ժամի հետ է կապված, դա հանդիպում ունեք կամ ժամ եք պայմանավորվել ձեր ընկերոջ հետ, կարող ուշանում է, հա, դա է սուտ որպես։ Համենայն դեպս ինչ-որ մեկնել, ինչ-որ մի բանը սուտ, ոչ թե սուտ խոսի, այլ կասի չի անի այդպես, նաև դա էլ է սուտ։ Հանդիպում ունեք այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող է այցելեք նմանատիպ ոչ թե կենտրոն ինչ-որ առողջության հետ կապված, կոսմետոլոգիայի հետ կապված եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան։ Միգուցե սա է գնում եք հիվանդանոց։ Ոմանց մոտ դա նաև կարող է լինել ուսման կենտրոն, նաև բանկ եւ շատ այլ պետական հիմնարկություններ կարող են լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում հարուստներին փետրվարի 13-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը հյուր ունեք կամ դուք կգնաք հյուր, նաև ժամադրություն ունեք, ոմանք սիրային, ոմանք ուղղակի ձեր հարազատ մարդկանց հետ կպայմանավորվեք, բավականին իրար հետ երկար եք նստելու, երկար եք մնալու միասին, նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, որովհետև այստեղ ունեք վեճ, նաև հետո տխրում եք, դրա համար միգուցե այդտեղ ինչ-որ մի բան է տեղի ունենում, որից վիճում եք, չեք դիմանում, չեք կարող ձեզ զսպել, վիճում եք եւ հետո այստեղ նեղանում եք, հիասթափվում եք տվյալ մարդուց։ Հանկարծակի լուր կլսեք այդ օրը նաև, որից հարցում հաղթանակած դուրս կգաք, այստեղ նաև ունեք հրավեր որևիցե առիթի կամ դուք եք մարդկանց հրավիրելու, ձեր առիթն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 13-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հրավեր ունեք որևիցե առիթի, նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև այստեղ սպասելը, թե ինչքան կսպասեք մարդկանց, այդպես ոնց որ ձեր ձեռքում է, ոնց որ չեք լարվի, չեք կատաղի, նվեր կամ կստանաք, կամ դուք կնվիրեք ոչ մեկին, սեղանի շուրջ եք նստելու, նաև ոմանք ունեն պետական աշխատողի հետ հանդիպում, ոմանք շատ աշխատանք, ոմանք այստեղ կարող աշխատանքից եք դուրս գալիս, որ գնաք առիթի, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, այդ օր կամ աշխատանքի մասին կարող խոսել այդտեղ առիթի ժամանակ ինչ-որ մեկի հետ, գուցե առաջարկ է անում ձեզ, և ովքեր որ բիզնես ունեն, ձեր բիզնեսը ևս առաջ կգցեք, շատ աշխատանք է սա, շատ պատվեր է, ինչով որ դուք աշխատում եք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 13-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաեւ կամ նոր է սկսում, ինչ որ իրադարձություն, որ ամեն ամիս կամ դուք պետք է վճարեք, կամ դες պետք է վճարեք, կամ ինչ որ մի բան է, որ ամեն ամիս պետք է անեք։ Նաեւ ավարտվում, հա, կամ դա ավարտվում է այդ ամեն ամսվա ինչ որ պահերը։ Այստեղ նաեւ ինչ որ գործեր կանեք կավարտեք այդ օրը կվերջացնեք, նաև տատանվում եք ծանոթ հետևեկանում, ընտրության առջև կարող եք կանոնացնել, ինչ որ մեկից կարող եք հեռանալ, ինչ որ բանից կարող եք հեռանալ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք այդ քայլը, նաև կարող եք գնալ ոչ մի տեղ մնալ երկար, ում ինչ որ բան է դանդաղում, ինչ որ բան է դեռ կանգնած այդ օրը, չի լինում, հա, կարող դրա համար եք տատանվում այստեղ։ Եվ գումար, ինչպես որ կստանաք, այդպես էլ կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 13-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց եք սպասելու, ինչ որ բանի եք սպասելու, գումար եք նաև ստանալու, միգուցե դրան եք սպասում եւ ինչ որ տհաճ պահեր կան, միգուցե գումարը ստանալու մեջ է կախված, նա ինչ որ պահեր են, կամ մեկ այլ հարց է այստեղ տհաճ պահեր են։ Եվ որևէ մի բան էլ այդ օրը ձեզ կերջանկացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ինչ որ մի բան է երեխաների հետ կապված, որ ձեր ցանկությամբ կլինի, ձեր ցանկությունը կիրականանա իրենց հետ կապված։ Միգուցե սա ընտանիքին է վերաբերվում, միգուցե երեխաներին է վերաբերվում, հա, ընտանեկան կյանքն է սա նաև, կամ հղիություն է, ծննդաբերություն է։
Նորություն կլսեք այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, լինի բժշկական հիմնարկություն, ուսման կենտրոն եւ այլն։ Նաեւ գումար կստանաք այդ օրը եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 13-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, նորություն կլսեք, նաև ոմանք այստեղ կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անեն կամ դուք անեք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ձեզ լավ կզգաք, սիրված կզգաք, այդպես։ Ձեր ցանկությունները նաև կիրականանան, այստեղ ուշադրություն պետք է դարձնել առողջությանը կամ նման տեղ եք այցելում, ժամ եք պայմանավորվել, օրինակ, որ այցելեք նման կենտրոն եւ կարող այդ օր ուղղակի ժամ պայմանավորվեք, ոչ թե նման կենտրոնի հետ կամ մեկ այլ մարդու հետ։ Եվ նվեր կամ կստանաք այդ օրը կամ նվեր կտաք։ Նվեր կգնեք ինչ որ մեկի համար։ Նա կարող է լինել նաև ոչ ֆիզիկական նվեր, ինչ որ մի բան է, այստեղ կարող է ձեր ցանկություններ կատարվում, միգուցե դա է, որպես նվեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 13-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լցված եք, նվեր կարող եք ստանալ, նվեր կարող եք գնել ինչ-որ մեկի համար։ Ինչ-որ մի բան է տեղի ունենում, որ ձեզ համար նվեր է։
Եվ հեռախոսազանգ ունեք այդ օրը, նաև տհաճ պահեր կան, այստեղ հնարավոր է օձերից է, բամբասանք է, իրենց վերաբերմունքն է, կարող է տհաճություն տալիս ձեզ, բայց օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ամեն ինչն է ձեզանից կախված, դրա համար իրենց հետ կապված այդ վերաբերմունքը նույնպես թե ինչպես կպատասխանեք իրենց, դա եւս ձեզանից է կախված, ընդհանրապես բանտեղ կդնեք թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 13-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև հանկարծակի լուր կլսեք, որ ինչ-որ մի գործ չի ավարտվել, դեռևս պետք է դուք էլ անեք, եթե ինչ-որ մի բան ձեզանից է կախված։ Նաև օրվա ընթացքում կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, կամ տուն եք մաքրում, նաև նվեր կգնեք, կամ նվեր կստանաք, կամ նվեր կտաք ինչ-որ մեկին։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է հղիությունը, ծննդաբերությունը, առիթ է, նաև սա ընտանեկան կյանքն է, կարող ընտանիքում ոչ է կարևոր մի բան է տեղի ունենում, կարող եք հուզվել, նաև արտասվել այդ օրը, եւ գործերը կանեք կվերջացնեք, այն որ լսում եք, որ չկարել կամ չի ավարտվել, ինձ թվում է այդ գործերն է, կանեք կվերջացնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար կամ վերջնական որոշում կկայացնեք այդ գործերի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։